Եթերում վերնատունն է, մեկ անգամ եւս ողջույն բոլորին, ստուդիայում այսօր աշխատում եմ ես, Նաիրա Հայրապետյանս։ Այսօր մեր եթերում Եկեղեցի եւ ժամանակակից հայ, ինչպիսին են այս դաշտում մեր փոխհարաբերությունները, նաեւ գիտության եւ մշակույթի լույսի ներքո։ Այսօր մեր հետաքրքրության շրջանակում հատկապես սփյուռքահայ համայնքն է։ Կարողանում ենք ստեղծել մեզ անհրաժեշտ անպայմանորեն մեր կերպից պատասխանատու քայլերից պահանջվող անելիքները ճիշտ ուղով իրականացնել։ Ինչ մշակութային մթնոլորտում, ինչ մտահոգություններով է ապրում սփյուռքահայությունն այսօր եւ որքանով են նրանք եւ մենք հայաստանցիներս տեղեկացված մեկս մյուսից։ Բաքրատ եպիսկոպոս Գալստանյանը մոտ 1 ամիս առաջ վերադարձել է Կանադայից, որտեղ կարճ ժամանակում կարողացել էր իր շուրջը համախմբել տեղի հայ բնակիչներին ու հոգևոր թելերով կապել միմյանց։ Այսօր Վերնատան հյուրասրահում հյուրընկալել ենք եւ զրուցում ենք Մայր Աթոռի նորաստեղծ հասարակական հայեցակարգի հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բաքրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ։ Աստված օգնական սրբազան։ Աստված պահապան։ Սկսում ենք Մայր Աթոռի նորաստեղծ գրասենյակից, կոչվում է հասարակական հայեցակարգի հիմնադրույթների գրասենյակ։ Ինչ է այն իրականում ենթադրում, ինչ նպատակ ունի, ինչ ծրագրեր ունի, ինչ ուղղություն ունի։ Անունը արդեն շատ խոսուն է եւ բազմածալ, այլ կերպ ասած, սա Մայր Աթոռի սոցիալական կոնցեպցիան, այսինքն հասարակական հայեցակարգ, հասարակության կամ հասարակական հայեցակարգի մշակման, եկեղեցու կեցվածքի վերաբերմունքի դիրքորոշման զանազան խնդիրների վերաբերյալ առաքելություն է կամ գրասենյակ։ Այն անհրաժեշտության է կոչվել, որովհետև այսօր մենք մեր հասարակությունը ընդհանրապես, եւ սա ես չեմ մասնավորեցնում միայն Հայաստանի համար, այլ ընդհանրապես թե Սփյուռքում, թե հատկապես Հայաստանում բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, որոնց նկատմամբ հայ եկեղեցին այսօր եւ կարծում եմ վաղուց պարտավոր էր եւ պարտավոր է որոշակի կեցվածք եւ դիրքորոշում ճշտելու։ Հարցերը զանազան են, տարբեր աստիճանի վրա, ըստ էության այն բոլորը, ինչ որ այսօր մեր հասարակության, մեր երկրի, մեր ժողովրդի կյանքում տեղ են գտնում։ Առողջապահության ոլորտում, բնապահպանություն, տնտեսություն, գիտություն, մշակույթ, հայ ընտանիք, ընդհանրապես ինքնություն, պետության հետ հարաբերություններ եւ սահմանումներ եւ այլն։ Ճիշտ ենք անում, որ հենց այդ տարածքներում ուզում ենք տեսնել եկեղեցու։ Անշուշտ, բնական է դա եւ դա այդպես պիտի լինի եւ եկեղեցին միայն ուզում եմ ասել, որ եկեղեցականություն չէ, այս ճշմարիտ եկեղեցաբանության, այլ հենց այդ նույն բնապահպաններն են ուղղափառ հավատքի մեջ, մկրտությամբ, հաղորդությամբ եւ այլն։ Եվ եկեղեցին պետք է կարողանա իր կեցվածքը ցույց տալ, կեցվածքը հայտնել հասարակության խիղճը լինելով։ Այս բոլորի մեջ մենք չենք ուզում որպեսզի անձնական վերաբերմունք լինի, այս բոլորի մեջ ուզում ենք կոչումնային, հայեցակարգային վերաբերմունք լինի եւ ցույց տրվի դա, ոչ թե քննադատության կամ ոչ քննադատության համար, այլ ասելու, որ ներմտածողությունը մեր ինքնության, մեր կերպի, մեր տեսակի եւ ընդհանրապես մարդու եւ հայ մարդու սա է եղել ամբողջ մեր ապրած կենսագրության մեջ եւ այսօր էլ այդպես պիտի շարունակվի անշուշտ հաշվի առնելով 21-րդ դարը, այսօրվա լույսը, այսօրվա իրականությունը։ Դարեր շարունակ եկեղեցին մենք դիտարկել ենք եւ այդպես էլ եղել է որպես մի ճակերտավոր ասեմ վայր, որը անմիջական կապ է ունեցել հայ մարդու հետ։ Ու մեր տարբեր փուլերում քաղաքականության մեջ տեսել ենք այդ կապը, մշակույթի մեջ տեսել ենք, սովորական հասարակական կյանքում տեսել ենք եւ հավանաբար դրա համար է որ հիմա էլ անընդհատ ուզում ենք լինի, պահանջում ենք։ Բնական է։ Ինչքանով ենք մենք այնուամենայնիվ այսօր շարունակում երկուստեք այդ փոխհարաբերությունները առավել առողջ վիճակում պահել։ Սիրելի Նաիրա, այնքան լայն հարց է դա, որ մի փոքրիկ հաղորդման շրջանակում դա չի վերջանա բնականաբար եւ շատ խորքային եւ հիմնական արմատական հարց են սրանք։ Ես կփորձեմ մի քանի նախադասությամբ ասել դա, որքան որ հնարավոր է։ Նախ առաջինը եկեղեցի եւ ժողովուրդ հարաբերություն կոչվածը ինձ համար եւ եկեղեցաբանորեն իրական եկեղեցու հատկանիշներով եւ նկարագրով ինձ համար չասեմ սխալ, բայց այդքան էլ ընկալելի եւ ընդունելի չէ, որովհետեւ եկեղեցին նրանք են, ովքեր մկրտված են, ովքեր հաղորդություն են ստանում եւ կրում են այդ ժառանգությունը։ Ինձ համար եկեղեցու շուրջ, կողք, վրա, ներքև, շրջապատում այդ արտահայտությունները ընդունելի չեն։ Նրանց համար, ովքեր որ մկրտված են, հաղորդություն են ստանում, անդամ են, կրող են եւ ժառանգության մաս չեն կազմում միայն, ժառանգությունը իրենք են առաջնորդում։ Սա է եկեղեցին։
Եվ եթե եկեղեցականության մասին է խոսքը, դա ուրիշ է, դա զուտ հոգևոր առաջնորդության խնդիրն է, որը եկեղեցու մեջ, էկլեսիայի մեջ, այդ ժողովի մեջ գոյություն ունի։ Ես ուզում եմ այս բոլոր տարածքների մեջ հոգևոր ընդհանուր կապ Շատ լավ։ տեսնել։ Բոլոր տարածքների մեջ եկեղեցին հոգևոր առաջնորդությունը, պարտավորություն ունի խնամքի, խնամելու, հովական խնամք տանելու։ Բոլոր տարածքների մեջ, անկախ նրանից ով ինչ հատկանիշ եւ բնութագրում կտա, որովհետեւ ընդհանրապես պետք է եւ անհրաժեշտ է հասարակության մեջ լինելու այն խիղճը եւ այն խնամքը տանողը, որը սրբագործված է որոշակի սկզբունքներով եւ այդ սկզբունքների գլուխը, հիմքը Քրիստոսը, Աստվածը։ Եվ դա բացարձակ արժեք է, դրա շուրջ քննարկում եւ հարաբերություն գոյություն չունի, ինձ համար գոնե։ Ըստ էության այդ բաժանում կոչված եկեղեցու ժողովրդի հեռանալու, սա մի քիչ ինձ համար արեստացին է եւ արեստական, որովհետեւ ըստ էության ժողովուրդը, նորից եմ կրկնում, այդ հետևող կամ կրող ժողովուրդը, հետևողից ավելի կրող ժողովուրդը ինքն է կազմում եկեղեցին։ Եվ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է դա։ Ես կարծում եմ, որ եկեղեցին իր առաքելության կամ հոգևոր առաջնորդություն իր առաքելության ճանապարհի մեջ է, իր բոլոր տկարություններով, սխալներով, ամեն ինչով հանդերձ իր առաքելության մեջ է եւ այդ առաքելությունը երբ նայում եմ 20 տարվա անցած ժամանակում կամ 10 տարվա անցած ժամանակում, ես ուղղակի պիտի ասեմ, որ հիանում եմ եւ այո, քննադատությունները լինում են եւ դրանք շատ հաճախ լինում են ուզելով քննադատել, ոչ թե շինիչ կերպով քննադատել, այլ որոշակի նպատակով եւ որոշակի ուղղորդով։ Եվ ես չեմ էլ վախենում դրա մասին խոսելու։ Կան սխալներ բազմաթիվ, կան մարդկային տկարություններ բազմաթիվ, դրանք ոչ ոք չի մերժում, բայց դրա կողքին կան բազմաթիվ այլ բաներ, որոնց մասին կարծես մարդիկ մոռանում են խոսել։ Ես պարզ օրինակ կտամ։ Բանտային ծառայությունների մասին այսօր ռադիոյում թղթակիցներ, չգիտեմ, ով կուզեք, տեղյակ են ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Տեղյակ են թե քանի բանտարկյալի կյանքը այսօր փրկվում, տեղյակ են թե քանի բանտարկյալի ընտանիքը այսօր խնամք ստանում իրենց զավակներով։ Տեղյակ են, որ այդ բանտարկյալի այդ խոցելի տարի զավակները այսօր որ երևի նյութական միջոցներ չունեն, բայց նույն այդ եկեղեցու կապելանության, բանտի ծառայության միջոցով այսօր այդ երեխաները համալսարաններում սովորում են։ Ոչ ոք տեղյակ չի եւ չեն էլ ուզում տեղյակ լինել։ Ինչու՞։ Միգուցե դիտավորություն կա, ես չգիտեմ։ Տեղյակ են բանակում ծավալվող որոշակի եւ ծանր հոգեվոր առաքելության մասին։ Պատկերը տեսել են, բայց ներքին են բոլոր խնդիրները, որոնց լուծումներ են առաջարկում։ Բացարձակ ոչ։ Դուք ասում եք բաներ, որոնք իսկապես ներկայացման կարիք ունեն, բայց միգուցե նաեւ ձեր կողմից էլ պետք է այդ քայլն արվի, որովհետեւ դա մտնում է նաեւ հենց ձեր քարոզչության մեթոդներից մեկն է հերթական։ Լրիվ համաձայն։ Չեմ ուզում ասել ձեր սխալներից մեկն էլ է, որովհետեւ սխալներից էլ է։ Միանշանակ, սիրելի Նայրա, ես բացարձակ թաքցնելու, ոչ էլ խուսափելու հարց կա այստեղ եւ այո, դրված են խնդիրներ, ընդհանուր ռազմավարության հարց կա, խնդիրներ են դրված, որոնք պետք է ներկայացվեն եւ լուծվեն, եւ առանց դրանց կյանքը առաջ չի գնում։ Միայն, գիտեք, ուղղափառ մտածողության մեջ հոգեվոր շատ կարևոր հատկանիշը մտադրությունը, նպատակադրությունը եւ մտադրությունը։ Կարևորը թե մարդը ինչ ձևով է քայլում եւ ինչ է իր մտադրությունը որևէ գործ անելուց։ Մենք միշտ մտածում ենք, որ Սփյուռքում, օտար տարածքում սիրում ենք ասել հայ մնալ, աշխատենք մեր երեխաները հայ մեծանան, հայ դառնան, վերջերս երևի դա ենք ավելի շատ ասում, ու ենթադրում եմ, որ հայ մնալու կամ հայ պահելու ամենահզոր միջոցներից մեկը սերնդին մշակույթի, գիտության, եկեղեցու հետ կապելն է։ Դուք եղել եք Կանադայում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ եւ ամենասիրված առաջնորդներից մեկը կամ ամենասիրված առաջնորդը, ես վստահաբար եմ ասում, որովհետեւ ձեր օրոք շատ սերտ է եղել կապը եւ այդ վկայել են հենց Կանադայում ապրող հայերը։ Բնականաբար ավելի շատ լավ եք ճանաչել սփյուռքահայերին իրենց խնդիրներով, իրենց թերություններով, առավելություններով։ Ինչ ունենք իրականում այնտեղ մենք։ Ամբողջ Սփյուռքում։ Վերցնենք Կանադան առայժմ։ Եվ ի վերջո այդ հայ մնալը ինչ է, այդքան որ ասում ենք հայ մնանք։ Դա ինձ համար կեղծ կատեգորիա է։ Ես բացարձակ հայտարարություն եմ անում եւ եթե որևէ մեկը կարող է հակառակը փաստել, շատ սիրով կընդունեմ։ Ինչու է կեղծ կատեգորիա, որովհետև նույնիսկ բնորոշումները չեն կարողանում տալ, թե ինչ է նշանակում հայ մնալը։ Պատկերացրեք Սփյուռքում ծնված, Կանադայում ծնված մեկը երիտասարդ, որը ապրում է տվյալ երկրի օրենքներով, չափանիշներով, կյանքով, սկզբունքներով, հաճույքներով եւ տհաճություններով, եւ հանկարծ սրա վրա էլ ավելացում է կողքից, որ դու հայ ես եւ առանց բացատրության, թե ինչու ինքը պետք է իր հայությունը կրի։
Բացատրություն չկա, բոլոր բացատրությունները սահմանափակ ընդունված ավանդական ինչ-որ բաներ են։ Մեզ խորքային, իսկապես այդ տղաներին, աղջիկներին, մեր նոր սերունդին հատկապես պետք է այլություն սովորեցնել։ Ինչ է դա։ Որ իրենք այլ են եւ ոչ օտար եւ ոչ տարբեր։ Իրենք այլ են այն իմաստով, որ կրողներն են մի մեծ ժառանգության, որը այսօր նոր մեկնաբանության ու նոր թարգմանության կարիք ունի իրենց կյանքում։ Բնականաբար խոսակցություն նոր սերունդի մասին է, դասական, ավանդական ընկալվածի մասին չէ, որ իր խնդիրներն ունի եւ դժվարությունները, չափազանց։ Առավել քան նորերը, որովհետեւ ընդհանրապես դեպի տկարացում է գնում կյանքը, եւ նոր սերունդն էլ գտնվում է հրապարակում։ Հրապարակ, այսինքն փողոցում։ Հին կերպով այլևս ոչ մշակութային օջախներում հավաքվելու, ոչ եկեղեցիներում անպայման ձգտում ունենալու, իրենց համար առիթներ են, որոնք երբեմն իրենց ընտանիքների հետ դառնում են միջոցներ, որ ներկա գտնվեն ինչ-որ բանի։ Ուրեմն նոր սերունդը մեծամասնությամբ գտնվում է փողոցում։ Մենք պետք է կարողանանք այդ փողոցի հարցը լուծել։ Մենք պետք է կարողանանք իրենց պատկերացումների մեջ մտցնել նաև տեղավորել այսպես կոչված այն մեծ սկզբունքները, որ իրենք հսկայական ժառանգության կրողներ են եւ այդ ժառանգության կրելը միայն ինչ որ չափանիշների մեջ լեզու սովորելու կամ չսովորելու մեջ չի, որ անպայմանորեն զարգանում է։ Եվ դա ադատ, հին, այդ բառերի հետ կապ չունեցող արժանամակարգ է։ Ավանդությունները լավ բաներ են, տոները լավ բաներ են մարդու կրթության համար եւ մենք պետք է կարողանանք այդ տոների այսօրվա արժեքը իրենց ներկայացնել։ Մենք չենք կարող պարտադրանքով խոսել այլևս, մենք պետք է բաժանելով խոսենք, բացատրելով, հարաբերվելով, լսելով, ամենաշատը լսելու ընդունակություն եւ կարողություն կարծես կորցնում ենք եւ ամեն ինչի մեջ, դա միայն սփյուռքին չի վերաբերում իմիջայլոց։ Կոնկրետ Կանադայում ասեմ, որ իրավիճակը ինչ որ ձևով ավելի մխիթարական ու լավ է, որովհետեւ դեռ երկրորդ սերունդը նոր ձևավորվում այնտեղ եւ շատ կարեւոր է Հայաստանում գտնվելը զուտ ֆիզիկապես։ Միգուցե իրենց երկիրը չհամարվի Հայաստանը, բայց հաստատ իրենց հոր կամ մեծ հոր երկիրը կարող է համարվել եւ իրենք կապրեն այն զգացումով եւ ապրում են այն զգացումով, որ այդ ծագումի երկիրը իրենց ինչպիսին է։ Եթե այս երկիրը կարողացավ իրենց հպարտության զգացում տալ, այստեղ ժողովուրդը Սփյուռքում ապրող այդ հայ պատանու կամ երիտասարդ հպարտության զգացում տվեց, նրանք ավելի շատ կլցվեն այդ հայ մնալու կոչված սկզբունքի մեջ։ Եթե չտվեց, հրաժարվելը 1 վայրկյանի հարց է, որովհետև իրենց հոգսերը արդեն ունեն նրանք այնտեղ։ Դե իսկ տալու հարցում բնականաբար մենք շատ ու շատ անելիքներ ունենք։ Բազմաթիվ, միշտ ամենտեղ, ամենուր եւ կարեւոր է այդ անելիքները չշահեցնենք մեզ համար, անձնական շահի համար չգործած, այլ մտածենք ընդհանրապես, թե ինչպես կարող ենք ներդրում ունենալ մարդու կյանքի մեջ։ Մարդու կյանքի մեջ ներդրում նորից եմ կրկնում, ինձ համար պարտադրանքը մերժելի եւ խոտելի է մարդու կյանքի մեջ խոսակցությամբ, մարդու կյանքի մեջ բացատրությամբ, ուղակի կամ անուղակի լուսավորությամբ եւ այսօր հիմնախնդիրը կրթությունը մարդու։ Շատ մեծ խնդիր է կրթությունը եւ ինչպիսի կրթություն հատկապես։ Ավագ սերնդի մեջ դեռ կա մարդկանց մի խումբ, որը նոր սերնդին մատերի արանքով էսպես ասած նայում։ Միշտ այդպես է։ Գիրք չեք կարդում, անգրագետ սերունդ է մեծանում, բայց վերջերս էլ համոզվեցինք, մեր երկրում կարծես թե կարևոր քայլերի հիմնակարը այս ըմբոստ սերունդն է դնում, որի մասին ես գիտեմ դուք շատ լավ կարծիք ունեք։ Շատ մեծ կարծիք ունեմ։ Նայեք 88-ից առաջ էլ նույններ նույն ավակ սերունդը երիտասարդությանը, ուսանողությանը կամ ընդհանրապես նոր սերունդին համարում էին ոչնչացած եւ փչացած, բայց տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ եւ այդ նոր սերունդն էր, որ կարողացավ հիմնական հեղաշրջում կատարել, մտքի մտածողության հեղաշրջման մասին է խոսքը, եւ որը վերածվեց նաեւ քաղաքական եւ իրավական հեղաշրջման։ Այսօրվա սերունդը լրիվ տարբեր, հրաշալի մի լուսավոր պայծառ սերունդ ունենք մենք Հայաստանում։ Հատկապես Հայաստանում ես նշում եմ, 1 ամիսը, որ ես գտնվում եմ այստեղ, ժամանակին էլ եկել գնացել ենք կարճ ժամանակով, 3-4 օրով, 5 օրով, 7 օրով, շատ հարաբերության առիթ չի եղել, թեպետ եւ եղել է, բայց շատ քիչ։ Հիմա այս օրերին ես ուղղակի, չգիտեմ, մխիթարության եւ ուրախության բարձրագույն աստիճանի վրա չեմ չափազանցնում ոչինչ բան։ Ես դա այդպես զգում եմ եւ ապրում եմ։ Երբ ամենակարևորը թե ինչ հարցադրումներ, ինչ խնդիրներով են մտահոգ իրենք, մեր նոր սերունդը, ուղղակի հիացումի նյութ է, սա ուրիշ ոչինչ։ Ես շատ լուսավոր եւ պայծառ մարդիկ եմ տեսնում այստեղ եւ կարծում եմ, որ
մեր առաջիկա ժամանակաշրջանը նույն կերպով պիտի շարունակվի։ Մեր խնդիրը այսօր, իմ խնդիրը եւ բոլոր հաստատությունների, դրանք կլինեն պետական, հոգեվոր, հասարակական, այդ նոր սերունդին քաջալերելն է, աջակցելն է, խրախուսելն է, հասցնելն է այն աստիճանի, որ կարողանանք մեր, այսպես ասած, ճանապարհը ճիշտ բռնել։ Ինձ համար մենք կոչված չենք ապագա պատրաստելու սերունդի համար, այլ սերունդ պատրաստելու ապագայի համար։ Եվ փառք Աստծո, նույնիսկ առանց մասնակցություն ունենալ, դերակատարություն ունենալու, նեցուկ լինելու մեծ մասով այսօր իրենց կյանքում մեր նոր սերունդ, այս լուսավոր հրաշալի երիտասարդությունը ինքն իր ձեռքով է կերտում դա։ Եվ ես պարզապես ասում եմ, հիացած եմ եւ մխիթարված եմ եւ դա չի վերաբերում միայն բողոքին, ըմբոստության, ընդհանրապես բոլոր շերտերի մեջ, բոլոր ոլորտներում 7-ից մինչև 30 տարեկան եւ ավելի տեսակ կա։ Շատ մեծ։ Եվ պետք է որ չփչանան, պետք է որ մենք կարողանանք այդ հոգեվոր պաշտպանության դաշտը ստեղծել, որ այդ բոլոր թափանցումները չխանգարեն։ Անշուշտ կա վատ երևույթներ նաև այդ սերունդի մեջ կան, բնականաբար չափանիշներ կան, որոնք ամեն մարդ նույն կերպով չի ընկալելու, բայց ես կարծում եմ, որ այդ լուսավորությունը բոլորի վրա կտարածվի վերջի վերջում։ Այնպես որ հպարտեք։ Անուններ կան մեր կյանքում, որ միշտ սովոր ենք լսել, խորհրդանիշերի նման։ Մեսրոպ Մաշտոցը կրինի, Տիգրան Մեծը կրինի, Կոմիտաս, Նարեկացի, շատ անգամ չենք էլ խորանում այդ երևույթների մեջ իրականում, բայց կարծում եմ միջին կարողությունների, մտավոր կարողությունների տեր հայը պարտավոր է համարում այդ անունները իմանա անգիր, գոնե ամոթ այդքան ինքը պիտի իմանա։ Իրականում այս սիմվոլները, եթե փորձենք տեղափոխել մենք դարից դար, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, երբ շատ բան է փոխվում, հնարավոր է նաև գալիս է պահ, որ ամեն ինչ զրոյից բոլորովին այլ ուղղությամբ սկսվում է։ Այսօր լիքը այլ հետաքրքրություններ կան մեզ շրջապատող հենց այդ նույն լուսավոր սերնդին։ Ինչպես ենք կարողանում տեղավորել, օրինակ Խոսրով անձևացում, Նարեկացուն, այս նույն ժամանակաշրջանի մեջ եւ ինչ չափանիշով ենք մոտենում մենք իրենց կամ դիտարկում հենց մեր կողքին, մեր կյանքում։ Պատմությունը կառուցվել է եւ դա բնական է, որքան որ հասարակություններն ու համայնքներն են պատմության մեջ ներդրում ունենում, այնքան էլ մարդու կամ մարդկային պատմությունը կառուցվել է նաեւ անհատների շուրջ։ Եվ անհատներն են, որ հիմնական իմաստով դերակատարություն ունեն բոլոր ասպարեզներում, բոլոր ոլորտների մեջ։ Մշակութային կյանքում, հոգևոր կյանքում, քաղաքական կյանքում, բոլոր ոլորտների մեջ։ Մարդիկ ընդհանրապես հերոսներ են փնտրում։ Այսօրվա հերոսները այն նվազեցված արժեքի հերոսներն են։ Ինչու եմ սա ասում, որովհետև մեր հասարակությունը կամ աշխարհը ընդհանրապես գնում է մարդու արժեքի փոքրացման, նվազեցման, փորձելով այն դարձնել զուտ կոդ, ծրագիր, ոչ գիտակից, ոչ արժանապատվությամբ, ոչ պատասխանատվությամբ ապրող երևույթներ կամ գոյություններ։ Այսինքն հարցակումը այսօր հոգևոր մշակութային գաղափարական դաշտի վրա է։ Պատերազմները, կռիվները զուտ արտաքին երևույթներ են, հիմնական հարցակումը այսօր մարդու այդ տիրույթի մեջ է։ Եվ բնականաբար, եթե այդ լույսի ներքո ենք ուզում նայել, մեզ համար կարևոր է թե մեր կենսագրության մաս կազմածները, ես չեմ ասում պատմության, եթե ուշադիր եք, այլ կենսագրության, որովհետև դա մեր կյանքի պատմությունն է, կենսագրությունն է։ Կարևոր է թե յուրաքանչյուր հանգրվաններում, կարևորագույն հանգրվաններում, ինչպիսի դերակատարություն են ունեցել օրինակ մարդիկ, որոնց հետ ես ինձ նույն արյունի մաս կազմող արյունակից եմ համարում։ Մենք շատ բաց ենք այսօր աշխարհին։ Մարդը ահռելի բաց է աշխարհին եւ ամեն երևույթի առջև բաց է։ Եվ դրա պատճառով տեսնում ենք զավակը մորը սպանելու, մայրը կարող է զավակներին սպանել եւ զանազան երևույթներ մեր իրականության մեջ հանդիպում են։ Դաժան, որ անգամ չենք ուզում ընթերցել, անցնում ենք վրայից։ Այսինքն մարդու արժեքի նվազեցման գոնե կասեցումը կարող ենք անել։ Այսօր կոնկրետ հիմա անուններ տվեցի Գրիգոր Նարեկացին կամ Խոսրով անձևացին, որ Գրիգոր Նարեկացու հայրն է եղել, որը անտեսված ինչ որ ձևով մեր մեծագույն անհատներից եղել եւ ասում եմ նա կարող էր դասվել սուրբերի շարքին, բայց այսօր մոռացված է եւ անգամ չգիտենք էլ որ Գրիգոր Նարեկացու հայրն է եղել։ Գրիգոր Նարեկացին ամենախորը հոգևոր դաշտի մեջ ապրող բոլոր մարդկանց հավաքական փոքրիկ կամ մեծի վերաբերում ունի, այսինքն բոլորին է վերաբերում դա, փոքրին կամ մեծին, որովհետև եթե 10-րդ դարում ապրած մարդը, այդ ժամանակաշրջանում գործող մարդը մինչև այսօր
արդիականը մինչև այսօր գործում է, ապրում է, այդ նշանակում է, որ դա պետք է փոխանցվի մարդկանց, նշանակում է, որ դա ժամանակ չի ճանաչում, բոլոր ժամանակների համար է։ Եվ մի կարծեք, որ 21-րդ դարը 10-րդ դարից տարբեր էր, ոչ։ Նույն մարդն է, նույն զգացումներով, նույն ապրելով, նույն սիրելով, նույն ատելով, ձևերը, կերպերը, եղանակները եւ արտահայտության միջոցներն են փոխված։ Տեխնիկական զարգացումն է փոխված։ Այն ժամանակ աղավնիով են նամակ ուղարկում եւ դա շատ կարճ եւ լավ ժամանակ էր, այսօր email-ով են խոսում։ Սա է եղած փոփոխություն։ Մեր փափագն է եւ նպատակն է, որպեսզի կարողանանք մեր բոլոր ջանքերը ներդնել, գործել մեր հասարակության առողջացմանը, հոգեվոր, մտավոր, մշակութային, բոլոր իմաստներով ինչ հնարավոր միջոցներ կա եւ ունենալ մի այնպիսի հասարակություն, որտեղ ում իմանալը չէ, որ դերակատարություն ունի, այլ ինչ իմանալը։ Շնորհակալ եմ զրույցին մասնակցելու համար։ Հիշեցնեմ, Վերնատանն այսօր հյուրասրահում զրուցում էինք Մայր Աթոռի նորաստեղծ հասարակական հայեցակարգի հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ։ Հաղորդումը պատրաստեց եւ վարեց Նաիրա Հայրապետյանը։ Մշակութային ծրագրեր Վերնատուն։